նախորդ գիշեր մենք արձանագրեցինք օդի որակի էական վատթարացում պայմանավորված Հայաստանի Հանրապետության տարբեր հատվածներում խոշոր հրդեհներով, մասնավորապես օրինակ Ճամբարակում խոշոր հրդեհներ էին տեղի ունենում, բայց իհարկե խոշոր հրդեհները մի վտանգավոր երևույթ են եւ ուզում եմ շատ հստակ արձանագրել այս տեսակ հրդեհները եւ իրենցից արտանետված տոքսինները, նյութերը էականորեն ավելի վտանգավոր են, քան շինարարական փոշին, քան այն փոշին, որի դեմ մենք շատ ինտենսիվ պայքարում ենք։ Բայց ուզում եմ նաեւ արձանագրել, որ այն ինչը որ միգուցե շատ դեպքերում սովորական էր թվում տասնամյակներով եւ մենք չենք խոսել դրա մասին, հիմա պետք է որոշակի անդրադարձ ունենանք, մասնավորապես օրինակ ենթադրում եմ շատերը տեսել եք կողքի բակում կամ հենց մեր բակում ինչ որ մեկին, ով որ հավաքում է տերևները եւ աղբը եւ վառում է։ Սիրելի երևանցիներ, այդ փոքրիկ տերևների եւ աղբի վերամշակման գործարանները ուղղակիորեն առաջին հերթին թունավորում են ձեզ, թունավորում են ձեր շրջակա միջավայրը, թունավորում են երեխաներին, ովքեր որ ապրում, խաղում են այդ բակում, եւ մենք պետք է հասկանանք նաեւ այդ թունավորման աստիճանը, որովհետեւ երբ որ մենք անընդհատ խոսում ենք շինարարական փոշուց եւ դրա դեմ պայքարում ենք, դա անգամներով մոտ 3-ից 5 անգամ ավելի նվազ վնասակար է եւ այս սեզոնին, նաեւ սեզոնին, երբ որ արդեն տները, որոշ տներ տաքացվում են նաեւ վառելափայտով, տարբեր տեսակի նյութերով, դրան գումարած նաեւ այս տեսակի փոքրիկ վերամշակման գործարանները, այդպես կոչեք իրենց, իրենք էականորեն մեր օդի որակը վատթարացնում են։ Ձմեռվա ամիսներին օդի շարժը շատ ավելի դանդաղ է, այսինքն, երբ որ մի հատվածում որևէ մի բան այրվեց, որևէ մի կույտ տերևների այրվեց, ժամերով այդ տոքսինները մնում են օդում։